Գովաբանության օրվա Thanksgiving-ի առիթով շնորհավորելով ամերիկացի զինծառայողներին ԱՄՆ նախագահ եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Դոնալդ Թրամփը վատ լուր է հաղորդել. I must unfortunately tell you that just seconds before I went on Ցավոք պետք է ձեզ ասեմ, որ ընդամենը վայրկյաններ առաջ տեղեկացա, որ Արևմտյան Վիրջինիայից ազգային գվարդիայի Սարա Բեքստրոմը հարգանք վայելող երիտասարդ հիանալի անձնավորություն, որը ծառայության է անցել 2023 թվականի հունիսին, քիչ առաջ մահացավ։ Նա այլևս մեզ հետ չէ, նա հիմա մեզ վերևից է նայում։ Նրա ծնողները նրա հետ են։ Դա հենց նոր եղավ։ She's just passed away. She's no longer with us. She's looking down at us right now. Her parents are with her. It's just happened. Երկու գվարդիականներին ահաբեկիչը մոտ տարածությունից է գնդակահարել, երկուսին 3 շտապ փոխադրել են հիվանդանոց, վիրահատել են, բայց 20-ամյա աղջկան չեն փրկել։ Երկրորդ զինծառայողը 24-ամյա Էնդրյու Վուլֆն է, կրիտիկական վիճակում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Նախագահ Թրամփը հարձակումը կատարած ահաբեկչին վայրենի հրեշ է անվանել։ In which a savage monster gunned down 2 service members in the West Virginia National Guard. Ահաբեկչի անունը հայտնի է, այն պաշտոնապես հաստատել է Կոլումբիայի շրջանում դաշնային դատախազության ներկայացուցիչ Ջենին Պիրոն։ He has been identified as Ramanullah Lakanwal, a 29-year-old Afghan. Նա նույնականացվել է որպես Ռահմանուլլա Լականվալ, 29-ամյա Աֆղանստանցի, որը Միացյալ Նահանգներ է մուտք գործել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի դաշնակիցներին ընդունելու ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվել է Աֆղանստանից ամերիկյան ուժերի աղետալի դուրսբերումից հետո։ Ըստ մեր տվյալների, նա բնակվել է Վաշինգտոնի նահանգի Բելինգհեմ ավանում կնոջ եւ 5 երեխաների հետ։ Bellingham, Washington, with his wife and we believe 5 children. Իր նախկին հայրենիքում նա համագործակցել է Ամերիկայի կենտրոնական հետախուզական վարչության հետ։ ԱՄՆ-ի ազգային գվարդիայի զինծառայողների վրա հարձակումները ինքնին հազվադեպ երևույթ են։ Այն, որ դա տեղի է ունեցել ամերիկացիների համար հատուկ նշանակություն ունեցող Thanksgiving-ի նախօրեին, կարծես ել ավելի նվաստացուցիչ վիճակ է ստեղծում եւ խորացնում իշխանավորների, զինծառայողների ու շարքային քաղաքացիների ցավը։ Նախագահ Թրամփը արդեն կայացրել է գործադիր արագ վճիռ, որը կարող է ճակատագրական լինել 100,000-ավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց համար։ Նա մշտական արգելք է սահմանել ներգաղթի վրա այսպես կոչված երրորդ աշխարհի երկրներից, կվերանայվեն նաև 19 երկրներից ներգաղթյալներին տրամադրված այսպես կոչված green card-երը, կանաչ քարտերը, որոնք մշտական բնակության եւ օրինական աշխատանքի իրավունք են երաշխավորում։ Ուստի, եթե տակավին հայտնի չեն դրդապատճառները, որոնք ստիպել են ոմն Ռահմանուլլա Լականվալին կրակ բացել գվարդիականների վրա, այնուամենայնիվ հայտնի է, որ նրան շատերը կանից են երրորդ աշխարհի երկրներում։